Նախ ներկանամ Սիմոնյան Մարտուն, ներքին գործերի նախարարության, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետի տեղակալ, դեպքի վերաբերյալ կարճ հաղորդագրություն տամ, ուրեմն ժամը 16:02 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 911 ծառայություն ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում մեքենաներ են բախվել։ Ահազանգին արագ արձագանքել են Հրշեջ փրկարարական ջոկատները, մասնավորապես դեպքի վայր են մեկնել նախ 2, ապա հավելյալ եւս 2 մարտական հաշվարկ, համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, պարեկային ծառայողները տեղում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը եւ վերը նշված տեղեկատվությունը հայտնում եմ նախնական տվյալներով ձեր տեսադաշտում գտնվող ուրեմն բեռնատարը բետոնախառնիչը ուրեմն հետընթացով բախվել է գազատար Խողովակին Եվսյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, նաև հնչել է պայթյուն եւ հարևանությամբ ուրեմն կայանված 2 Mercedes Magnişi եւ BYD Magnişi 1 ավտոմեքենա հրդեհվել է։ Կայանված են եղել վարորդները կամ այլ անձինք տարածքում չեն եղել։ Այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ եւ մարմնական վնասվածքներ չստանալ։ Սա նախնական տվյալներով լրացուցիչ կհայտնվի տեղեկատվություն հարկ եղած դեպքում։ Որևէ ուժած չկա փաստորեն։ Որևէ ուժած նախնական տվյալներով այս պահին չկա։ 24 նյուզի հարգելի հետևորդներ, մենք զրուցում էինք ներքին գործերի նախարարության լրատվության վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանի հետ, որը նախնական տեղեկություններ ներկայացրեց տեղի ունեցած պայթյունից։ Ինչպես լսեցիք, Սիմոնյանի խոսքով տուժածներ չկան, կայանված մեքենաները, որոնք պայթել են, մեքենաների վարորդները տեղում չեն եղել, մեքենայի մեջ չեն եղել, մեքենաները պարզապես կայանված են եղել, իսկ բետոնախառնիչի վարորդը հասցրել է մեքենայից դուրս գալ եւ մարմնական վնասվածքներ չստանալ։